Եկեղեցու սուրբ հայրերը առանձնացնում են մահացու մեղքեր և նաև փոշետեսակ մեղքեր կամ ներելի մեղքեր։ Մահացու մեղքերը ինչու են առանձնացնում։ Ասում ենք հպարտությամբ և նրա տարատեսակներով, նախանձով և նրա տարատեսակներով, բարկությամբ և նրա տարատեսակներով, ագահությամբ և նրա տարատեսակներով, որկրամոլությամբ և նրա տարատեսակներով, բղջախոհությամբ և նրա տարատեսակներով։ Բղջախոհությունը, ցանկասիրությունը, պղծություն, շնություն, սպառնկություն, սա այդ մեղքերի տարատեսակներ են։ Հիմա ինչու է ասում եք մահացու մեղքեր, որտև այդպիսի մեղքերով մարդու հոգին մեռնում։ Եթե մենք թունավոր օձ տեսնենք, ինչ կանենք, փախչենք չէ այդ օձից, կամ չգիտեմ, ինչ որ զեռուն տեսնենք թունավոր, որ հաստատ խայթոցից պետք է մեռնենք, սարսափելով կփախչենք, մոտիկ չենք գա։ Այսպես մենք մահացու մեղքերից պիտի սարսափենք, փախչենք, մոտիկ չգանք։ Պահք։ Պահքը ինչ է, պահքը պահեցողություն է։ Հոգևոր կամ մեղքի պահքը մենք միշտ պիտի պահենք։ Այսինքն մենք միշտ պիտի մահացու մեղքերից սարսափենք, հեռու փախչենք։ Մարմնավոր պահքը միշտ չենք կարող պահել, բայց հոգևոր պահքը միշտ պիտի պահենք։ Սա ընդմիշտ պահք է։ Ուրեմն մի հովիվ գետի ափին կանգնած է լինում, իր հոտերն է հարածեցնում, մեկ էլ տեսնում է մի ձիա, որ եկավ գետով ուզում է անցնի, ու նստեց սկսեց աղոթում այդ գետի ափին։ Աղոթում է, Տեր Աստված, նենց արա, որ ես կարողանամ այս գետը անցնել, ծանծաղուտ տեղ է գտնեմ, չխորտակվեմ, ու աղոթում եմ, կես ժամ աղոթում է այդպես գետի ափին։ Մեկ էլ մի ուրիշ ձիա, որ արագ գալիս է, մի հատ խաչակ ընկվում է, տալիս գետն անցնում։ Այս մյուսն էլ այս տվեց անցավ։ Ձին վերցնում է ու մտնում գետ, այդքան աղոթելուց հետո խորտակվում է գետի մեջ։ Այս հովիվը ասում է, Տեր Աստված, այն մարդը այդքան աղոթեց, գետի ափին խորտակվեց, այն էլ եկավ մի հատ խաչ արեց, գետը տվեց անցավ, այս ինչ խաբար է, այս ինչ կատարվեց։ Մեկ էլ պարզ հասարակ հովիվ էր, հրեշտակը նրան հայտնում է գաղտնիքն, ասում է, այդ տղան, ասում է, որ խաչակ ընկեց, գետն անցավ, ասում է, նա միշտ էր աղոթում, ասում է, ոչ թե փորձության ժամանակ էր միայն աղոթում, այլ նրա ամբողջ կյանքն էր աղոթք։ Դրա համար իրան բավարար էր այդ ծանր փորձության մեջ մի անգամ մի հատ խաչակ ընկվել է, բավարար էր որ անցներ գետը, իսկ մյուսը մինչև փորձություն չի գալի, չի աղոթում։ Հիմա ասածս այն է, որ մենք մեղքից պիտի միշտ ապահովագրենք մեզ ծանր մահացու մեղքերից, որովհետև ոնց ասեմ, մարդը թույն խմի, մեռնի, մի կերպ փրկվի Աստծո ողորմությամբ, չգիտեմ ինչ հրաշքով փրկվի թույն խմելուց։ Հետո գնացին լկային մի հատ էլ թույնը փորձեմ, թե նա ոնց կա, բայց դու նոր փրկվեցիր մահվանից։ Իդես Աստված ողորմած է, բայց մենք ենք մեր վիճակը բարդացնում։ Հասկանում ես։ Աստված պատրաստ է ներելու, բայց դու կդիմանաս այդ թույնը խմելուն։ Դու կդիմանաս, որ այդ նույն այդ ահռելի դժոխքը իջնելով դու դուրս կգաս նորից։ Դժվար է։ Շատ դժվար է։ Ասում եմ, մարդ, որ ձեռը դնում է մաճին, պիտի հետ չնայի։ Եթե ձեռքը դրեց մաճին, հետ նայեց, ուրեմն իր վիճակը լավ չի։ Հետո գիտես մեղքը ինչ անում, մարդու մարմնավոր եւ հոգեվոր աշխարհը աղճատում է, քայքայում է։ Ես շատ ծանր մեղավորներ գիտեմ, որ իրենք ոչ միայն հոգևոր, այլ անգամ հոգեկան խանգարում են ստացել։ Օրինակ պղծություն, շնության, մեղքերի արդյունքը գիտես որն է։ Դիվահարություն։ Որ դեպը մտնում է մեջը։ Ես գիտեմ դեպքեր, իմ մոտ բերել են։ Արգելված բաներ օգտագործելի արդյունքը գիտես որն է։ Այն որ արգելված բաներն օգտագործում, ծխում են, չգիտեմ ինչ։
Դες ինչա, հոգեկան խանգարում, բերել են։ Արդի վերջի հոգեկան խանգարում անա գնում։ Կոնկրետ, այս մեղքերի պատիժն է դա։ Երբ որ դու օգտագործում ես արգելված բաներ, ուղիղ բջիջները մեռնում են։ Քո հոգեկան աշխարհը խանգարվում է։ Հասկանում ես, դու կամա թե ակամա հակում ես քո առջև փրկության հնարավորություն է։ Հասկանում ես, չի կարելի։ Մահացու մեղքը ծանր բան է։ Մենք որ ընկնում ենք, կարող էլ չհելնենք, Աստված ոչ ան։ Հոգին սպանող մեղք է։ Աններելի մեղք չի։ Աններելի մեղքը Սուրբ Հոգու դեմ հայհոյանքն է, սա ուրիշ բան է։ Մահացու մեղք նշանակում է հոգին սպանող մեղք։ Դա է աններելի։ Չէ, միայն Սուրբ Հոգու դեմ հայհոյանքն է, որը իր տարատեսակներն իհարկե ունի, հա, դա ավելի լուրջ խորագույն քննարկման հարց է, էլի։ Սուրբ Հոգու դեմ հայհոյանքը անզեղջ սիրտն է, սատանայի մեղքն է։ Սատանան էլ երբեք չզղջաց իրարացի համար։ Իսկ մահացու այն պատճառով է կոչվում մահացու, որ հոգին սպանում է։ Հոգին կարող է կենդանանալ։ Կա ներելի մեղք, փոշը տեսակ։ Իբրև բան ասում ենք, խոսում ենք, դատում ենք, հա, լեզվի մեղքերը հիմնական, այդպես փոշը տեսակ մեղքեր։ Իսկ ավելի վատա որ ինքը այտենց չի զղջում, այսինքն ոնց որ նույնը սատանը չի զղջում, այլ թե զղջում է, բայց Հիմա երրորդ պահը, անցանք երրորդ հարցին։ Մեղքից դուրս գալու ճանապարհը, սա մենք որ ասեցինք, դա չի նշանակում, որ մարդը պետք է հուսահատվի մեղքի դեմ պայքարից, ոչ, չպետք է հուսահատվի։ Հա։ Ասում եմ, քանի դեռ դու մեղքը չես գործել, ինքը քաղցր երեսով է քեզ երևում։ Ես քաղցրա թվում։ Մեղքը երկու երես ունի, դրամի նման։ Մեկը քաղցր է, երեսը։ Տակը դառն է։ Երբեք մեղքը քեզ դառը երեսով չի երևում, այդ հիշի։ Գովազդն է միշտ երևում։ Գովազդն է միշտ քաղցր է քեզ թվում։ Բայց դու ճաշակել ես մեղքի դառնությունը, դու գիտես ինչ է մեղքը, չէ՞։ Իր արդյունքը։ Հատկապես եթե այդ մեղքը մարմնավոր մեղք է, ինքը բացահայտ է նրա ամբողջ կառուցվածքը, կազմը դու գիտես մեղքի։ Քաղցրով երեսում է, դառով շարունակվում։ Ինքը քաղցրով է երեսում, դու դրամը պտտիր, դառը դարձրու, դու դառնացրու մեղքը։ Ասա ինչ ես դու ինձ խափում, ես չես դու։ Միշտ պտտիր դրամը, քաղցր մի թող իրա վրա։ Եվ ընդհանրապես այս աշխարհում գիտես ամեն ինչ գովազդով է, գովազդային է։ Հələ դուք ուշադրություն դարձրեք, արարչության մեջ ոչ մի փայլեցրած բան չկա։ Ամեն ինչ ներդաշնակ, ոչ մի վառ այդպես շատ գույներ չկա։ Անկամ բնության մեջ, եթե ինչ-որ մի բան վառ պետք է, չէ, վառ գույն լինի, քիչ է։ Ծաղիկ, փոքրիկ ծաղիկ է վառը գույնով։ Բայց դա ընդհանուր դաշտը կանաչի, կապույտի մեջ, այսինքն գովազդային ոչ մի բան չես տեսնել։ Բնության մեջ ամեն ինչ ներդաշնակ, բայց մարդու ստեղծած այդ գովազդի երևույթն ինչ է, մարդային գայթակղեցնելն է։ Ես հասարակ կերակուրի մասին եմ անգամ ասում, սնունդի մասին կամ զգեստի շորի մասին, բայց նաև մեղքերն էլ է գովազդվում այսօր։ Կնոջ պչնվելը, զարդարվելը մեր կարնալն ինչ է, գովազդ է։ Մենք էլ ընկնում ենք դրա մեջ։ Բայց ինչ եք դուք գովազդին խափնվում։ Կին աստվածածնի կերպարն է, մոր կերպարն է։ Էս մեզ համար ուրիշ մայր կին չկա, մեզ համար աստվածածինն է, վերջ, սրբությունն է, մայր հասկացությունը դա ամենավեհ գաղափարն է։